Այնինչն է, այնինչը անտեսանելի է, անշոշափելի, բայց ամենուր է։ Կարող է բուժել, բայց եւ կարող է սպանել։ Ռադիացիան չունի ոչ համ, ոչ հոտ, ոչ գույն։ Մեծամորի ատոմակայանը տարբեր կազմակերպություններ եւ անհատներ ռադիոակտիվ նյութեր են օգտագործում էներգետիկայի, բժշկության, գիտության եւ արդյունաբերության ոլորտներում։ Երբ այդ նյութերն այլևս սպիտանի չեն եւ դառնում են թափոն, դրանց կառավարման հոգսը կրում է պետությունը։ Իրանք ստանում են որոշակի շահույթ, հենց աղբյուրը դառնում է ոչ պիտանի, ասում են ընկեր պետություն, խնդրեմ արի այս աղբյուրով զբաղվի։ Սա խնդիրներից մեկն է։ Թե ինչ է պետք անել այն լուծելու համար, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գիտի, բայց քայլ դեռ չի անում կամ գաղտնի է պահում։ Դեռ ռադիոակտիվ թափոնների հետ կապված աշխատանքը ինքը գաղտնի աշխատանք է որպես այդպիսի եւ հանրայնացման ենթակա չի։ Մենք փորձել ենք բացել գաղտնիության փակագծերը ու պարզել, թե այս ոլորտում ինչ խնդիրներ կան Հայաստանում եւ որոնք են դրանց լուծումները։ Մենք ունենք ռադիոակտիվ թափոններ, դա փաստ է։ Հայաստանում չունենք թափոնների գերեզմանոց, չունենք նաեւ երկարատև պահման պահեստարան։ Եվ ինչքան մենք ուշացնում ենք այդ պահանջի ներմուծումը, այնքան ավելանում է պետության բեռը։ Ամբողջական տեսանյութը ռադիոակտիվ ժառանգություն, անտեսանելի վտանգ վերնագրով կարող եք տեսնել մեր YouTube-յան էջում։